պատգամավորներից մեկը երեքը գրել Թուրքիան մեզ կպաշտպանի։ Կարդացիր։ Հա։ Թուրքիան մեզ կպաշտպանի։ Կամ էլ Ադրբեջանը գազ կտա, օրինակ։ Սրանք լավ չգիտեն, Թուրքիայի վարչապետը, նախագահը, վարչապետ եղած ժամանակ մի անգամ հայտարարեց մեզ սրից բրծածներ, թրից փախպրծածներ, ցեղասպանության բեկորներ, այսինքն։ Եվ հետո զգուշացրեց, ասաց, մոռացել եք ինչ կատարվեց ձեզ հետ։ Դուք ընդհանրապես թրից բրծածներ եք, սպառնաց, մոռացել եք ձեզ հետ ինչ կատարվեց։ Նույնը կկրկնվի։ Գորշ գայլերի նշանը ցույց տվեց նաև Գյուլը, հիշում եք։ Մեր բողոքի ակցիայի իրականացնողներից Խաչատուր Սուքիասյանն էլ գիտակցաբար թե անգիտակցաբար իր ելույթներից մեկի մեջ գորշ գայլերի նշանը ցույց տվեց, տակ ես գրեցի Facebook-ում դրեցի։ Բայց ոչինչ պատահական չի էլի։ Հա, ես չգիտեմ։ Հիմա սրանք, որ ամբողջությամբ տնով, տեղով, ընտանիքներով թուրքերի հետ եղբայրանում արևտուր են ուզում, այդ տխմար մի արարած կա, որ 1 կիսամյակի վարչապետ եղավ, ինչա Վազգենի աղբերը։ Արամ Սարգսյանը տեսնում եք ինչեր է դուրս տալիս։ Թուրքերի հետ առուտուր կանենք, թուրքերը մեզ կպաշտպանեն, վերջապես կազատվենք Ռուսաստանի տիրապետությունից եւ թուրքերի հետ եղբայրություն կանենք։ Հակառուս լինելը դարձրել իրենց նաև հակահայ։ Իրենց հակառուսականությունը վճարվում է, դրա համար են հակառուս։ Եթե իրենց վճարվեր ռուսամետ լինելու համար, իրենք ռուսամետ կլինեին։ Ամբողջ քաղաքական ուժի մասին է խոսքը։ Քանի որ Ռուսաստանը լավ քաղաքականություն չի վարել մեր երկրում, շատ վատ քաղաքականություն է միշտ վարել, դաշնակիցներ պահել ունենալու եւ պահելու իմաստով, եւ միշտ գերադասել է թուրքերի նժարի վրա դնել իր հաշվարկները եւ այն ավելի ծանրակշիռ դարձնել։ Մեզանում մարդիկ տեսել են, որ իրենց դժգոհողներին վարձող կա, փոխտվող կա եւ դարձել են արևմուտքի գործակալներ ընդդեմ ռուսների, որովհետեւ ռուսները իրենց ոչինչ չեն տվել։ Դրանք մեկ է ծախույ են, Ռուսաստանի կողմից էլ լինեն, ծախույ են նրանց կողմից էլ։ Բայց ամբողջ հարցն այն է, որ այստեղ այդ քաղաքական ուժը դեռ ոչինչ որ ասում է ռուսները գնան։ Ամբողջ ազգին, ժողովրդին համոզում է, որ թուրքերը մեր եղբայրներն են։ Հասկանալի է, մեր ողերի մոռացել են։ Եթե եղբայրներ դեին հենց 3, ինչու Արցախը ոչնչացրին։ Հենց 3 120,000 հային ինչու վտարեցին եւ այսօր ինչու են ոչնչացնում քո ողջ մշակույթը։ Լավ, այնտեղ չեն ապրում հայերը, բայց արևմտյան Հայաստանում եւ Արցախում եւ Նախիջևանում էլ չեմ ասում, ոչ մի հետ չեն թողել։